Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք ունիվերսալ շերտավոր խմոր, որով խմորեղենները միշտ ընտիր են ստացվում։ Ձվի դեղնուցների վրա ավելացնում ենք քացախաթթու և հարում մինչև մի փոքր փրփրի։ Այնուհետև ավելացնում ենք օղի, աղ, կիտրոնաթթու և խառնում։ Խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք բուսայուղն ու ջուրը։ Միասեր զանգված ստանալուց հետո մաղելով քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Ընթացքում շարունակում ենք խառնել։ Ալյուրը պետք է ավելացնել այնքան, մինչև ստանանք ձեռքերին չկպչող խմոր։ Պետք է զգույշ լինել ալյուրը չափից շատ չավելացնել, այլապես խմորը ծանր կլինի և թխելու ժամանակ լավ չի բարձրանա։ Լավ արդյունք ստանալու համար խմորը պետք է 10 րոպե հունցել։ Այսպիսին է լինում խմորը իդեալական տարբերակում։ Հունցելուց հետո խմորը բաժանում ենք մասերի։ Յուրաքանչյուրը 30 անգամ խփում ենք սեղանին և թողնում 30 րոպե հանգստանան։ Երեսուն անգամ սեղանին խփելը շատ կարևոր է, որպեսզի խմորը էլաստիկ լինի և շերտեր առանձնանալիս ծանրություն չլինի։ Խմորի հանգստանալուց հետո գնդերը հատ-հատ բացում ենք այնպես, որ մեջտեղն ավելի հաստ լինի, քան եզրերը, որպեսզի հետո հավասար բացվեն։ Մարգարինը պետք է լինի փափուկ, այնպիսին, ինչպիսին ցուցադրում եմ տեսանյութում։ Մարգարինը խմորի կենտրոնում տեղադրելուց հետո խմորի եզրերը հավաքում ենք, ամրացնում, դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ և թողնում 30 րոպե հանգստանա։
Հանգստանալուց հետո խմորը բացում ենք և ծալում այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ, թողնում հանգստանա ևս 30 րոպե։ Շերտավոր խմորի պատրաստման ողջ ընթացքում պետք է ապահովենք ոչ տաք սենյակային ջերմաստիճան, հակառակ դեպքում չենք ունենա լավ ձևավորված շերտեր։ Եթե ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է, ապա խմորի հանգստանալու 30 րոպեների ընթացքում խմորը պետք է պահել սառնարանում։ Այս պրոցեսը կրկնում ենք ևս 2 անգամ և շերտավոր խմորը պատրաստ է։ Եթե խմորը օգտագործելու ենք մոտակա 1 օրվա ընթացքում, այն պահում ենք սառնարանում, եթե ավելի ուշ՝ սառցախցիկում։ Այդ դեպքում թխելուց 1 օր առաջ խմորը պետք է տեղափոխել սառնարան, 10-ից 15 րոպե շուտ հանել սառնարանից։ Եթե տեսանյութը օգտակար էր, չմոռանաք հավանել այն և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։